Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստեմ այս շատ համեղ և շքեղ կիևյան տորթը, նույն ինքը տորթ կիևսկին։ Ինձ թվում է չկա մի մարդ, որ չսիրի այս տորթը, իսկ այս բաղադրատոմսով պատրաստելիս հավատացնում եմ ձեզ էլ ավելի լուր կգա։ Դե ինչ սկսենք պատրաստել, քանի որ սկսելու ենք բեզեներից, ես կպատրաստեմ 2 շերտ բեզե և վերևի գնդիկները։ 3 անգամ պետք է պատրաստել բեզե։ Եվ յուրաքանչյուր շերտի համար ինձ հարկավոր է 6 ձվի սպիտակուց, 300 գրամ շաքարավազ և նշեմ, որ ցանկալի է ձուն լինի սենյակային ջերմաստիճանի, այդպես շատ ավելի լավ է ստացվում բեզեն և պետք է հարել մոտավորապես 10 րոպե։ Ահա իմ մոտ ստացվեց այսպիսի բեզե, հիմա տապակի վրա յուղաթուղթ կփռեմ, կտարածեմ և կտեղափոխեմ ջեռոց։ Կպատրաստվի 100 աստիճանի տակ, վերև ներքևը միացված 2-ից 2.5 ժամ, սկզբից դուռը փակ կլինի, հետո կբացեմ 1 լուցկու տուփի չափով և կշարունակվի պատրաստվել։ Բեզեն ստուգեցի, ահա տեսեք ստացվել է այսպիսի չոր խրթխրթան և շատ հեշտ պոկվում է թղթից։ Խեցի 2 շերտ բեզե, հիմա կանցնեմ գնդիկներին։ Գդալի օգնությամբ այսպես կձևավորեմ, ես նախընտրում եմ այսպիսի տարբերակ և կտեղափոխեմ ջեռոց պատրաստվելու։ Տեսեք բեզեները նույնպես պատրաստ են, ստացվում են այսպիսի չոր խրթխրթան բեզեներ, ամբողջությամբ լավ պատրաստվել է։ Հիմա կպատրաստեմ խմորի շերտերը։ Պատրաստելու եմ 2 շերտ, հիմա ընդհանուր կպատրաստեմ և կկիսեմ 2 մասի թխվելու։ Ձվի դեղնուցներից կօգտագործեմ 10 հատ, կավելացնեմ 400 գրամ թթվասեր, լավ կհարեմ։ 2 թեթև թեյ գդալ սոդային կավելացնեմ 2 ճաշի գդալ խնձորի քացախ, հետո կավելացնեմ շաքարավազը 3 բաժակ, կհարեմ և այնուհետև կավելացնեմ այնքան ալյուր, որպեսզի ստացվի թեթև ծորացող խմոր։ Խմորը պետք է լինի ոչ պինդ, ոչ թույլ։ Ահա տեսեք, այսպիսի խմոր պետք է ստացվի, հետո կավելացնեմ վանիլին։ Տապակի վրա յուղաթուղթ կդնեմ, կավելացնեմ խմորի կեսը և կտեղափոխեմ ջեռոց։ Ես պատրաստում եմ 250 աստիճանի տակ, վերև ներքևը միացված։ Ահա տեսեք, այսպես լավ թխվել է, փայտիկով նաև կստուգեմ համոզվելու համար։ Եվ այսպես շատ հեշտ պոկվում է։ Այսպես կթխեմ 2 շերտ և կանցնեմ կրեմին։ Կրեմի համար ինձ հարկավոր է սենյակային ջերմաստիճանի կարագ 400 գրամ և կավելացնեմ 2 բանկա եփած խտացրած կաթ։ Կարագը լավ կհարեմ մինչև կսպիտակի և գդալ կավելացնեմ խտացրած կաթը։ Կավելացնեմ նաև վանիլին և մեր համեղ կրեմն արդեն պատրաստ է։ Շերտերի արանքում ինձ հարկավոր է նաև 200 գրամ պոպոկ, այսպես կկտրտեմ և կավելացնենք։ Ինչպես նշեցի, իմ մոտ ստացվեց 2 խմորի շերտ և 2 բեզե, հիմա կսկսենք հավաքել տորթը։ Առաջին շերտի վրա տարածում եմ կրեմը, ցանում եմ առատ պոպոկ և դնում եմ բեզեի շերտը։ Տեսեք, հենց այսպես թղթով շրջվում եմ, թուղթը շատ հեշտ պոկվում է։ Նորից տարածում եմ կրեմը, դնում եմ խմորի երկրորդ շերտը և այսպիսի հերթականությամբ կհավաքեմ, նորից ավելացնում եմ պոպոկ և դնում բեզեի շերտը։ Նորից տարածում եմ կրեմը և վերջում պետք է ձևավորենք։ Ահա այսպես մեր գեղեցիկ գնդիկներն էլ կշարենք։ Իդեպ շուտով ամանոր է և այս շքեղ և համեղ տորթը էլ ավելի կգեղեցկացնի ձեր ամանորյա սեղանը։ Այսպիսի տեսք ունի, հետո բաց արանքները պոպոկ կլցնեմ կրեմի վրա, կպատրաստեմ նաև ջնարակ և ջնարակով կձևավորեմ։
ասեմ, որ ստացում է շատ գեղեցիկ, կարող եք այսպես ձևավորել կամ եթե ունեք ձեր նախընտրած տարբերակը, պատրաստեք ձեր տարբերակով։ Իսկ վերջում էլ կավելացնեմ մի քիչ ոսկեգույն փայլ, ասեմ, որ այսպես շատ ավելի գեղեցիկ է ստացվում։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, մեր շքեղ տորթը պատրաստ է, ստացում է շատ համեղ, նուրբ, միևնույն ժամանակ խրթխրթան, այսպիսի տորթ։ Ցույց կտամ նաև կտրվածքով, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս այսօրվա համար այսքանը, եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողեք հաջորդ համեղ և նոր բաղադրատոմսերը։ Հաջողություն ձեզ։